Ոնց համեցես արևում։ Քանի որ ստի կարևոր գործ դիմանել, նաև մարդեի կանչել, ծանոթות, ստի օգնելու բաներ կա։ Հիմին այդ չափուձևը կանեմ, հետո էլ է ձեզ կմիանամ։ Այս ստի, եկայ, այս մետրը ես էլ ունի, մետրը։ Իմը 3 մետրն աստի ասա։ 3 մետր բաս ես ամտրաբար։ Դե ավելին ավ, էսա։ Հոտիկ ճան։ Բարի երեկո սիրելի հետևորդներ ջան։ Ուրեմը խոսքը բերանից թենց կիսատ մնաց։ Եկել է որ համ ձեր հետ զրուցեմ, ասեմ ինչ եմ անելու, ինչ չեմ անելու։ Ինչ աշխատանքներ եմ ուզում անեմ, եկել այդ պահին արդեն որ գործիմավոր մարդ էի կանչել, արդեն ձայնն էլ լսեցիք, որ եկավ։ Սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ հավերիս համար հատուկ տեղ սարքեմ ստեղ, որ արդեն իրանց փակած պահեմ, քանի որ այլևս անհնար է, ահա որ ձևի թե բակը, թե բաղուբաղջեն լրիվ խառնում են, հետո շատ տհաճ տեսարան առաջանում։ Հարիկ վամլակնիներն են արդեն դուս եկել այդ ժամերն է։ Իսկ թե խի էիք երանտին ձեռիս եկել, քանի որ ստի տենում եք, որ բնջար կուտա, ես էլ բրախ էլ եմ մաքրել չեմ, քանի որ հավերս այս բանջարի տերևնին ուտում են էլի, շատ օգտակար է, բայց ընձերտիմ ամեն դեպքում, քանի որ ասեմ, որ չափուձևը արինք, արդեն գիտեմ, թե ինչքան այդ սետկայա պետքը, որ կպցնենք, ամեն ինչը պատրաստ լինի, որ մի երկորից արդեն կգա ու կսարքի, մինչև կգնամ, կտենամ խանութում իմ ուզածը կա ոչ, քանի որ երբեմն էլ գնում ենք, հետո մեր ուզած ապրանքը չի իլում խանութում, բայց հույս ունեմ, որ եթե մի խանութում չլինի, ապա խանութները մեր համ գյուղում, համ կողքի գյուղում շատ կա էլի նմանատիպ խանութներ, հեշտությամբ կարամ ճարեմ, բայց թե ամեն դեպքում մի հատ ասում ենք հլատենակ կա ոչ մեր ուզածը, մի խոսքով սիրելի հետևորդներ ջան, քանի որ մինչև դե ստեն մուտքն էլ էս ավրայի անգնում, ասի գործս անեմ էլի, որ խիղճս հանգիստ լի, նոր գնամ տուն։ Այ այս մեր գոմնա, որ տարիներ առաջ մենք շատ կովեր ենք պահել, այս մեր կովերի գոմնա, հիմի ուզում եմ ստի հավանոց սարքեմ, քանի որ գնալով իմ հավերը շտանում են, հավերիս ուզում եմ մեծ հավերին ըստեղ իրանք թարկլեն, այն կողմը, որ միշտ գնում եմ ձեր հետ ձուն հավաքում, շունս արդեն լավ հաչում, սիրելիներս, ու ընդեղ էլ պետք է մաքրեմ, որ ճուտերը ծնվեն արդեն ճուտիկների մայել պատրաստ տեղ ունենամ էլի, ու հեշտ ու հանգիստ առանձին լեն, իրար չխանգարեն, անցյալ տարի իրար հետ էի պահում, հավա, ճուտա, թուղսա, սաղը, այդ բնի մեջ էի պահում, քանի որ ինչքան էլ որ պահում էի ճիշտ սկսել էի այդ 10 տարի ավել ընդմիջումից հետո էլի հավ պահել, ամեն դեպքում էլի տատանվում էի պահել, թե չպահել, քանի որ սիրելի հետևորդներ ջան, հավը խոզից բեթարա, ով որ գիտե ինձ լավ կհսկանա, դրանը մի սարքի բան չեն թողել, ճիշտ այրանց շատ եմ սիրում, չալտիկ, մալտիկ, իմ բլոգները գեղեցկացնում են, ձեր ժամանակը հաճելի են դարձնում, նաև իմ, բայց սիրելի հետևորդներ ջան, բաներ կա, որ դրանք անտանելի են ուղղակի, ոչ ծաղիկն են ծաղկի տեղ թողում, ոչ կարում եմ մի բան ցանեմ, ասենք էլի, դուռն էլ են քանդում, ոչ իմ մաքրած ավլածն է մնում, մի խոսքով լիքը պատճառներ ու արդեն հստակ որոշս հաստատ, թենց հաստատել եմ իմ որոշումը, որ պետք է հավ պահեմ ու շատացնեմ, սիրելի հետևորդներ ջան, հատկապես, ընդհանրապես դուք էլ, եթե ինչ-որ մի բանից շատ լավ եք հասկանում, շատ լավ տիրապետում եք այդ բանին, ապա գնացեք ձեր նպատակի ետևից և շատացրեք, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա ըստեղ, երբ որ հավը էլ սկսել էի չպահել,
Էս թե ես կհնձեմ, մինչև աչքի կտրիլը, այդ ես կարամ հնձեմ, ուղղակի ուզում եմ զրից անեմ, էլի։ Այդ որ արդեն էլ հավ չէի պահում, ըստի սիրունացրել էի։ Կհիշեք այն առաջվա վլոգներում, թե ինչքան փափուկ խոտատարածք էր ստեղ, բայց հիմա շատ ահա որ այդ տեսարանը, նույնիսկ ես որ նայում եմ, նեղվում եմ, վատ եմ զգում, որ իմ տունու դուռը, իմ տան շրջակայքը այս վիճակն է, այլևս անհնար է հավերիս բաց թողեմ, սիրելիներս, բայց որ ասենք փակած էլ պահեմ, դե գիտեք, մեծ բաղ չակա, խոտելիքը անարխի, երանդի քաշելու ձևն էլ գիտեմ, ահա, այն էլ դեր հնձելու է, անձրևնին շատ է, այն առաջվա հնձածս յետեք էլա տեղը լկցրել, բայց թե դրանից ես չեմ նեղվում, դա ծառին չի խնգարում այս պահին, որ հավերս արդեն տուն կանեմ, օրական կգնամ, մի գերանդվա բերան կհնձեմ, հետո կբերեմ հավերիս առաջ կլցնեմ, Վիգվա ժամերին էլ դուս կանեմ, քոջուջ կանեմ, ես էլ այդ վաղ տվարչում համ գործ կանեմ, համ էլ իրանց կհետևեմ, ունենց էլ կսարքեմ, որ այն կողմերը չգնան, մի խոսքով ուզում եմ տեղը տեղին, հավերիս այդ իրանց այդ վարքը նենց կազմակերպեմ, որ հաճելին ու օգտակարը համատեղ լինի, սիրելի հետևորդներ ջան։ Հա, խոսքս կիսատ մնաց, այս մասում, այս մի հոնիծար, այս էլ ահոնիծար, ստեղ թուզա էլ, այն պապական թուզն այլել, որ դա կարելի ասել վայրի թզի նման, քանի որ ստեղ ուզում էի, որ հոնի ծառերի շարքը լինի, մեկն էլ այն կողմն է, կմոտեցնեմ ցույց կտամ, նա ավելի է մեծացել, տեղը սիրել է, ու ստեղ երկու հատը այս կարկուտից շատ էր կոտրվել, մի քիչ ինքը բարալիկ էր, անցյալ տարի էի դրել, ու նա ընդհանրապես փչացավ, բայց այս մեկը կթողամ։ Հիմա այդ չափու ձևը, որ արեցինք, սիրելիներս, գոմի այն մասից կգա, հետո սենց կռուկ կտա, հետո կգա ստեղ կփակվի, երբ որ կսարքենք, ես ցույց կտամ բոլորիդ, կտենաք, որ ոնց էի ուզում սարքել ու ոնց է ստացվել, ասեմ, որ այդ մարդը մեր հարևանն է, գրեթե, մեր այս ճանապարհից մի քիչ այն ներքևի վրա է իրանց տները ու ձեռի լավ շնորհք ունի, ինքը կգա ու այդ գործը կանի, սիրելի հետևորդներ ջան, ես էլ արդեն հեշտ ու հանգիստ կլնեմ, թե չէ սենց, ասենք թե նեղվելով չի լինի, մի կողմից ես մաքրում եմ, այն մի կողմից իրանք քանդուքարապ են անում, շատ ուրախացա, որ այս ամեն ինչը ստացվեց կազմակերպել, քանի որ այդ մարդն էլ աշխատում, ու այս երեկոյան ժամերին արդեն դե տուն գալի բնականաբար, ու մինչև որ ես այդ իրա չափած այդ ինչ որ պետք է ես խանութից կգնեմ, կբերեմ, կպատրաստեմ, հետո իրան իմաց կտամ, կգա արդեն ինքը շնորհքով այդ հավերի բունը կհավաքի, դե արդեն թառնել գոմում կթառեն, մեծ գոմա սիրելի հետևորդներ ջան, ներսը գետինը ցեմենտ բիտոն արած, կովերի մսուրքը դեռ մնում է, ընդեղ երևի հավերի բնատեղը կսարքեմ այդ մսուրքումը, մսուրքը այն է, որ կովերի խոտը լցնում էինք, սիրելի հետևորդներ ջան, բացատրում եմ, որովհետև ես գիտեմ աշխարհ ինձ նայում են մարդիկ, ու շատ մարդ, հատկապես երիտասարդ սերունդը, հնարավոր է, որ նման բառերը չիմանա, մսուրքը մենք ասում ենք այն մասին, որտեղ որ խոտը լցում ենք, որ կովերը տեղից հանգիստ ուտեն, հիմա սիրելի հետևորդներ ջան, այս էլ ուզում եմ հնձեմ, ահա, մինչև էտեղ կչորանա կմաքրեն, ինքան էլ մեծացել են, հա, ստեղ լավ մեծ տարածք է բացվելու, քանի որ այս ա որ մաքրելով կամ, այդտեղ սետկով փակած է, քանի որ մի ընթացք էլ այդ սետկով այդտեղ փակել էինք տարիներ առաջ, որ այդտեղ էր, քիչ էր հավս, մի 10 հատ էր, ու երբ որ արդեն ցանքս էի անում, բարուն, պամիդոր, ինչ ասես ես ցանել եմ,
ասենք կարմիր բիբար եւ այլն։ Այն ինչ որ պետք է որ մարդը իր բաղուբաղջում ցանի, բոլոր բանջարեղենները ես ցանել եմ ու ինքս էլ մշակել եմ։ Նաեւ տարիներ առաջ իրել հետեւորդներ ջան, իմ այս բաղուբաղջի կեսը խոշոր կլուբնիկի դաշտ էր, բայց ջուր չունենալու պատճառով հետս հետե վերացավ ու կորավ, էլի եմ ասել իմ բլոգներում։ Հա, հիմա ջուրը դե արդեն վճարովի ջուր ունեմ, թեկուզ եւ մեկ էլ չի գալիս, բայց ամեն դեպքում եկած պահով էլ ես արդեն ժամային գիտեմ թե որ ժամին է գալի, որ ժամին չի գալի ու իմ բաղուբաղջեն հնարավորինս կջրեմ։ Միգուցե որ տենամ հավերին էլ տուն անեմ, էլի ինչ որ մի բան կցանեմ։ Դեռևս ուշ չի ցանկ սանելու համար։ Ահա։ Այս օրերին դե կչորանա, որ այդ մարդը այս սետքեն պետքա պոկե, էլի։ Դա պետք է չի, որ հավեր անմիջապես գոմի դուռը բաց անեմ, սենց անմիջապես կուտը կուտեն ու ամբողջ ցերեկը այս մեծ տարածքում են լինելու։ Ուրեմն երկարությունը 7 մետր է, լայնությունը 3։ Ահագին տարածք հալում հավերիս համար։ Ահա։ Այս է։ Արդեն կոշտացել են բանջարները։ Երանդին էլ հիշում եք են անգամ ասի սրելու ա ու թենցել, սրելու ա մնացել։ Ուզում եմ նենց խնդրեմ, որ իմ վրա չլինի էլի, թե չէ սրա կծածը կծածա, շանիցը բեթ հարա կծում։ Այս որ այսքան մեծացել են սիրելի հետևորդներ ջան, մեր այս ամբողջ բաղուբաղջի տարածքի հողը սևահող է ու շատ ինքը որակով է, էլի, քանի որ այդքան որ կովեր ենք պահել, միշտ այդ գոմաղբը տարածել ենք մեր այգու, մեր ծառերին, ամեն տեղ էլ այդ հողը արդեն լեցուն է դրանով։ Դրա համար էլ անգամ բանջարը սենց բոյա քաշել, իմաստը մտել է այդ սետքի մեջը, ստեղ էս ինչա մնացել, հա, էս ճուտերիս ջրամանն ա եղել, ձմերը դրել եմ ստի, ստեղ էլ բանջարների մեջ մնացել է, էս էլ կմաքրեմ, կվերականգնեմ իհարկե, այդ ձերի հին բաները ես թողում եմ, քանի որ եթե դեապրանք ենք պահում, այդ ձևի հին ամանները շատ արմարա։ Հա, են կողմալ կապած են պահում, սիրելի հետևորդներ ջան, որ ինքը շում դառնա։ Ինչու եմ ասում այդ պրինձները, որովհետև օրինակ են, ասենք կապրոնից ամանները, որ ջուր ենք լսում, հետո ջուրը հատնում է, քամին քշում է, կամ էլ հավերը դե իրանց վարքը նենց է, երբեմն էլ ամանի վրա կանգնում են, նոր են ջուր խմում, իրանք ջրամանը, ոնց կուզեն թենցել կխմեն, այ այդ ձև է կենդանիների վարքը, հավերի վարքը հատկապես։ Ոյ, ըստեղ երկակներ էլ է, այսքան են դեպքում ես ուզում եմ մաքրեմ, չուզեցի էլի, որ այդ մարդը գա ինքնան է, ինչ մի դժվար բան է, սեն ինձանից բոյով է, բայց նաև մտքիս կա, որ այս բանջարը դեհմի, այս բանին չեմ կարա, մութը վրա է անգնում, տենում եք, սենց հավաք եմ, հետո, գիտեք, չէ ինչքան կա կարա մազերի համար, սիրելիներս, չգիտեմ, եթե ժամանակստերի երևի էտել անեմ, օգտագործեմ, որ մենակ այս տարածքներ մաքրեմ, թեկուզեն էլ մնա, չնայած են էլ եմ մաքրելու, որ ավելի շնորհքով լինի էլի արած գործը, որ գործն անում ենք, հետ ենք դառնում, կողքիցը մտիկ անում, մենք էլ տենանք, որ մեր արած գործը գործի նման է։ Նաև ուզում եմ, որ որպես տանիք էտել փակեմ, էլի բաց չմնա, որ ստեղ անձրև կա, շատ բան չլինի, ցեխոտվի ոչ, ու հավերիս այդ շրջելու տարածքը չորելի։
Այս է, արի, նրան իշ չտամ կոտրեմ, մնամ ձեռնատած, թեք ուզես էլ ձեռով կքաշեմ, բայց գլուխները ուզում եմ կտրեմ, արի ստեղ, ժամանակը շատ սուղ ա լինում, սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ նաև աշխատում եմ, ու այս ամեն տան ու դռան գործերն էլ ամբողջը ես եմ անում, ու մեծ սիրով եմ անում, արդեն շատերը գիտեք, ստեղ այս ամանը մեծ ավտո ենք մենք ունեցել, այդ ավտոյի, այդ անվատողի, այն լիչուկի երկաթն է, որը ստեղ տոմ քաշեմ, եղել է, որ սրա մեջ հող եմ լցրել, հետո ծաղիկ եմ ցանել, սիրելիներս, բայց մի այս տեսն եմ քաշում, որ ընդեղ բանջարները մաքրեմ, որ այդ մարդը ստի գործանելիս կարեն է էլի իրա գործը անի նորմալ, ու ես էլ այդ բանջարները կմաքրեմ, այ կծեց, ոնց էլ անում ենք, քանի որ բանջարի հետ է մեր գործը, էտա կծում էլ է, այս տեսը կգլորեմ, ասեմ, որ շատ ծանր է, կամ մեջը հող կլցնեմ, ծաղիկ կցանեմ, կամ էլ կարող է որպես ստեղ դնեմ, որպես աթոռ նստելու համար, որ նստեմ ճուտիկներիս կողքը լեմ, նայեմ, չգիտեմ, ինչ-որ մի բան կանեմ, կդասավորեմ, այս արդեն ձեռով կկոկեմ, շանը վատ չեմ թողում կապը, որովհետև ուզում եմ, որ անընդհատ իմ կողքին էլի, ինձ սովորելի, սիրելի հետևորդներ ջան։ Այսօր գնացել եմ աշխատանքի եկել, հետո ինչ-որ մտքերս խառներ, ցաքուցրիվ էր մտքերս, չէի կարում, որ կենտրոնանամ ու ձեզ միանամ, քանի որ այս ինչքան վաղտա, սենց մտածում եմ էլի, ինչ անեմ, ոնց անեմ, ում ասեմ, որ գա այս գործն անի, քանի որ նաև շատ դժվար է էլի նման գործեր անելու մարդ ճարել, սենց ասած էլի, հայավարի ասած, որ գա այս գործը անի, սիրելի հետևորդներ ջան, այ հենց, ու այդ ընթացքում գնացել եմ պտտվել եմ իմ բաղ ու բաղչով, լավ բալբա եմ քաղել, բայց չկարացի այդ քաղելու ընթացքով նույնիսկ ձեզ միանալ, քանի որ համ շատ փարթամ թենց շատ սիրուն է էլի, երբ որ գետնի վրա տենում ենք ու գնում մոտենում քաղում ենք, պսպղալ է, պլպլալ է, ինչ որ չէի կարողանում խոսեմ այդ պահին, թե ինձ իմ մտքերով այդ բալբեն քաղել եմ, բերել նստել, հանդրել, մաքրել, լվացած ջրի միջինա ու մեկ էլ դե գիտեք, որ նաև անցյալ տարի կարտոֆիլ էի ցանել ու ինչքան էլ լավ հանում ենք, էլ իմ երկուսը մնում է, դրանք էլ աճել, մեծացել են, մի թասել դրանցից եմ թազա կարտոշկա հանել, սիրելի հետևորդներ ջան, որ այդ բալբի հետ էփեմ, բայց չգիտեմ, մի տեսակ դե որպես իմ բաղչի կարտոշկա, ես կգերադասեմ, որ այդ կարտոշկեն ավելի լավ է, կարմրացնեմ, կանաչի լցնեմ վրան, բալբի ճաշի համար էլ եկուց որ կիշնեմ իմ գործի, արդեն խանութից կարտոշկա կգնեմ, քանի որ արդեն կարտոշկես էլ էր վերջացել, այսօր էլ այնքան հենց մտքերով խանութ չեմ գնացել, առևտուր չեմ արել այսօր, սիրելի հետևորդներ ջան, անսենք, այ այսքանն էլ կհնձեմ, շատ մեծ լայն տարածք է բացվում, Մարդաբոյ ա դարել, մարդաբոյ,
իսկ կլեմ հենց, հավերս չեն կորչի, ծունել չեն կորցնի, Սիրելի հետևորդներ ջան, ճիշտ անտեղ մի քիչ մնաց, ես էլ քանի որ արդեն մտնում ա կադրում լավ չեմ երևում, արդեն գնամ տուն, տեսնեմ ինչ եմ խոսել, ինչ կադրեր եմ ձեզ ներկայացնում, արդյոք պետք է շարունակություն տամ թե ոչ, մի խոսքով ստուգումներ կատարեմ, որ կարողանամ հաճելի ձևով ձեզ մատուցեմ, որ դուք էլ դիտելու ընթացքում ձեզ լավ զգաք։ Սիրելի հետևորդներ ջան, ուրեմն մինչև մութ լավ աշխատեցի, այնտեղ մաքրման աշխատանքներ կատարեցի, եկել եմ տունը, հասցրել եմ արդեն, այս համովությունն եմ մաքրել, պարտադիր պետք է ջրի մեջ պահենք, քանի որ շատ շուտ կսևանա ինքը, քանի որ յոդային մասը շատ է եւ շատ օգտակար է մեր բոլորիս առողջությանը։ Հատկապես սիրելի հետևորդներ ջան, երբ որ առանց մի որևէ պարտանյութերի է աճում կարտոֆիլը։ Հիմա ուզում եմ ջրից հանել, քանի որ կարմրացնելու համար պետք է մի քիչ ինքը առանց ջրի կաթիլների լինի։ Ահա տեսեք, թե ինչ չափի կարտոֆիլ եմ հանել իմ բաղջից։ Սիրելի հետևորդներ ջան, ահա, տեսեք, խնդրեմ, ամենահամովը մաքրել եմ իմ տարբերակով, ահա, այնքան խոշոր է, դե կատակով ասած, որ նույնիսկ բաղը արդեն հասցրել է իր հետքը թողնել, ահա, այդքան խոշոր ու այսքան էլ, ահա, մանր, ամենահամովը այս մանրերն են, գիտեմ, որ շատերդ եք սիրում, սիրելի հետևորդներ ջան, այս փոքր հունունքների պես կարտոֆիլը անմահական համ են ունենում, երբ որ կարմրացնում ենք յուղի մեջ եւ իհարկե մեր սիրելի կանաչիներն ենք վրան լցնում։ Հիմա սա այստեղ լավ կճիրքանվի, այդ ընթացքում նաեւ իմ բաղջից քաղած բարբեր եմ ուզում ցույց տալ, հիմա սրանք տեղափոխեմ, որպեսզի այս ճոխությունն էլ ձեզ ցույց տամ եւ հավեսի բերեմ, ինչպես միշտ, ահա, ընտիր, ուղղակի ընտիր, սիրելիներս, հատիկ առ հատիկ մաքրել եմ եւ շատ լավ որակի է, հատկապես որ վերջին օրերին անընդհատ անձրև եկավ ու մեր բաղջի հողն էլ լավ պարարտ հող է, մայր թուփը իհարկե չեմ վնասում, որ մի քանի անգամ կարողանամ քաղել։ Հիմա սա այստեղ թողել եմ, որ ջրքանվի, այսօր չեմ եփելու, սիրելի հետևորդներ ջան, թե կուզեի, որ այսօր եփեի եւ այսօր ճաշակեի այս համովությունը, որը նույնպես շատ օգտակար է բոլորիս առողջության համար։ Երբ որ կջրքանվի այստեղ, արդեն կփաթաթեմ ու կպահեմ սառնարանում եւ վաղ կպատրաստեմ, քանի որ չուզեցի, որ այս կարտոֆիլով ճաշը եփել, այլ ուզեցի, որ այս համովությունը կարմրացնել։ Դե ես արդեն անցնեմ գործի։ Սիրելի հետևորդներ ջան, այստեղ արդեն կարտոֆիլը լցրել եմ տաք թավայի մեջ եւ տշտժում է հավեսով։ Հիմա որ բացեմ, գիտեմ աղմուկը շատանալու է, դրա համար առանց բացելու, հենց այսպես մի հատ
Այսօր այն կողմ եմ տանում թավայի մեջ, որպեսզի ինքը լավ յուղը վերցնի իրեն։ Քանի որ նայ մեջը մի քանի հատ էլ գրեթե թեթևակի խոշոր կարտոֆիլներ կան, սկզբի պահից ուզում եմ կափարիչը փակ պահել, որ նրանք էլ հում չմնան, սիրելի հետևորդներ ջան, թեպետև հում կարտոֆիլը նույնպես շատ համեղ է եւ շատ օգտակար է։ 1-2 րոպեից արդեն կբացեմ եւ արդեն կկարմրի ինքը, աղն էլ արդեն լինելու ընթացքում կլցնեմ։ Քանի որ ես արդեն մի անգամ բացելու խառնել եմ, մի անգամ էլ ձեր հետ եմ բացում։ Ջոն։ Այս վիճակով է կարմրում, սիրելի հետևորդներ ջան։ Ահա, եւ նորից պիտի փակեմ։ Ուզում եմ ավելի հստակ ցույց տալ եւ ավելի լավ հավեսի բերել, եթե շուկաներում նկատում եք այսպիսի մանր կարտոֆիլ, կարող եք քնել եւ համով վայելել, սիրելիներս, ահա խնդրեմ։ Յուղը մի քիչ առատ եմ լցրել, քանի որ առատ յուղ է սիրում, ահա, այսպես, տեսնում եք ինչպես է համահավասարաչափ կարմրում եւ նորից արագ փակում եմ, որ այս խոշորներն էլ սկսեն կարմրել ու երբվել։ Սիրելիներս, գիտեմ, որ շատ մարդիկ նման ձևով այս տեսակի կարտոֆիլը կարմրացնելու համար նախորդ թեթև եփում են, ապա նոր կարմրացնում, բայց այդ տարբերակով համը փոխում է, սիրելիներս, այս ձևով շատ ավելի համեղ է ստացվում։ Հիմա մի քանի անգամ էլ կխառնեմ, աղը կցանեմ, ապա վերջում կանաչիները մեր սիրելի։ Այստեղ արդեն աղն եմ ցանել, կանաչին մանրացրել եւ միայն սամիթ եմ մանրացրել, սիրելի հետևորդներ ջան, քանի որ մենակ սամիթովը ամենահամովը։ Անջատել եմ, որպեսզի հանկարծ չվառվի, անջատել եմ, որպեսզի հանկարծ չայվի այս սիրուն կարմիր կարտոֆիլները, ահա, այսպես տարածեմ, արագ, ճոխություն է ուղղակի, կափարիչն էլ փակ է, որպեսզի համերը խառնվեն, որից հետո կվայելեմ։ Բոլորիս բարի ախորժակ, եթե դուք էլ այս պահին որևէ մի համովություն եք վայելում, առայժմ սիրելիներս,